Ազգային ժողովում լսումներ են անցկացվել պատիվ ունեմ խմբակցության նախաձեռնած վարչապետին անվստահություն հայտնելու թեմայով։ Օրակարգում ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին հայտարարության նախագիծն է։ Այս լսումների կազմակերպման դրդապատճառը Հայաստանում կառավարիչների հակապետական գործողություններին հակազդելն է, հայտարարել է պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամեջանյանը։ Ըստ նրա իմպիչմենտին հասնելու ճանապարհին առաջին կարևորագույն կետը ընդդիմադիր դաշտի առաջին հերթին խորհրդարանական ընդդիմության կոնսոլիդացիան է։ Իշխան Սաղաթելյանը Հայաստան խմբակցության պատգամավորների ստորագրությունները փոխանցել է պատիվ ունեմին, որպեսզի այն կցեն վարչապետ Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու իրենց նախագծին։ Զուգահեռ խորհրդանի դիմաց ակցիայի անցկացվել Փաշինյանին իմպիչմենտի հարցով։ Հանրապետական կուսակցությունը Հայաստանի Հանրապետության փրկության եւ անվտանգության ապահովման գործընթացներում իրատեսական ոչ իրատեսական չի նայում։ Մենք մեր պարտքը, մեր առաքելությունը, որպես Հայաստանում առաջին գրանցված հասարակական միավոր կատարում ենք։ Մենք չենք նայում կստացվի թե չի ստացվի ու նոր մեր պարտքը կատարում։ Մենք բոլորս 21 թվականին եւ մինչեւ այդ խոստացել ենք հեռացնել Փաշինյանին, մենք մեր խոստումը կատարելու համար ամեն ինչ անում ենք։ Ակնկալիքները հետեւյալն են։ Մենք հարթակ ենք տրամադրում խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությանը Փաշինյանի հեռացման պրակտիկ իրագործելի ուղիների որոնման համար եւ վստահ եմ, որ դա այսօր լսումներից տեսանելի կլինի։ Այս պահին դիմացը տեղի ունենում հավաք, մեր քաղաքացիները արդեն ենք շարժման հրավերով մասնակցում են այդ հավաքին եւ ուղիղ եթերով հետևելու են լսումներին, տեսնելու են թե իրենց պահանջը, որտեղ իմպիչմենտի սկզբանե քաղաքացիների պահանջներ ինչպես է իրացվում, ինչ քայլեր են արվում դրա իրականություն դարձնելու համար։ Առանց փողոցային պայքարի վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց տեղի ունենալ չի կարող, դա կարևորագույն բաղադրիչն է եւ բնականաբար, ինչպես տեսնում եք, նույնիսկ լսումների մակարդակում իրացվում է։ Իսկ իմպիչմենտից հետո ինչ ծրագրեր ունեք, օրինակ եթե եղավ իմպիչմենտ ու դուք եկաք։ Եթե տեսնեք մեր հայտարարության տեքստը, որի շուրջ այս լսումները հավաքված են, այնտեղ կետերով նշված է, որ ժամանակավոր կառավարությունը պիտի լուծի մի շարք խնդիրներ, այսինքն ապահովի անվտանգային որևէ վայրիվերումների բացառումը Հայաստանի Հանրապետության անվտանգության տեսանկյունից, ապահովի ժողովրդի, այսինքն ասեմ քաղաքացիների միջև ատելության մթնոլորտի վերացումը, ապահովի տնտեսական կայունությունը, ապահովի զինված ուժերի զարգացման գործընթացը համընթաց ու մի քանի կետ նշված է, դա հայտարարության մեջ կա։ Շնորհակալ եմ։ Որևէ մեկը կասկածի տակ չի դնում, որ այս իշխանությունը մեր պետականությանը սպառնալիք է եւ նրանց մեկ օր ավել իշխանության մնալը վտանգավոր։ Ամբողջ հարցը հետեւյալն է. ինչպես, ինչ ժամկետներում եւ ինչ ճանապարհով ազատվել այս իշխանությունից։ Նախորդ 5 տարիների ընթացքում մենք հաճախ նաև միասին փորձել ենք մթնոլորտ գերներացնել, մեր երկրում համաժողովրդական շարժում ձևավորել եւ այո, մենք տեսել ենք ճանապարհը, սահմանադրական ճանապարհով երկրի խորհրդարանում իմպիչմենտի ճանապարհով հասնել իշխանափոխության։ Հայրենիքի փրկության շարժման ժամանակ, սրբազան շարժման ժամանակ, դիմադրության շարժման ժամանակ տեխնացու չենք առաջադրել, որովհետև ունեցել ենք այդ օրենքով սահմանափակումը, բայց ինչու մինչև հիմա մենք չենք եկել խորհրդարան եւ այս հարցը չի մտել օրակարգ խորհրդարանի։ Բացառապես մի պատճառով, որ մենք չենք ունեցել բավարար ստորագրություններ խորհրդարան մտնելու եւ հաջողություն հասնելու համար։ Հիմա մեր գործընկեր պատիվ ունեմ խմբակցությունը իդեմս հանրապետական կուսակցության ստանձնել է քաղաքական պատասխանատվությունը եւ հայտարարել իմպիչմենտի գործընթաց սկսելու մասին։ Մեր այդ հանդիպումից հետո մեր դիրքորոշումը եղել է հետեւյալը, որ մենք միանում ենք իմպիչմենտի գործընթացին, հրապարակել ենք մեր ստորագրությունները, ասել ենք եկեք արձանագրենք, որ Հայաստան խմբակցությունը միացված է եւ ուժերը կենտրոնացնենք իշխանական падգամավորների վրա, փորձելով ունենանք պակասող ստորագրությունները եւ սկսենք գործընթաց։ Անցել է 3-4 ամիս, մեր գործընկերները բարբերաբար հայտարարել են, որ process-ը չի ընդլայնվում եւ առաջ չի գնում, նաեւ այն պատճառով, որ Հայաստան խմբակցության падգամավորները չեն ստորագրել այն ձևաթղթի տակ,
որը ներկայացրել է մեր գործընկեր պատիվ ունեմ խմբակցությունը։ Նաև եղել է հրապարակային հայտարարություն, որ իշխանական падգամավորներից շատերը չեն միանում նաև այն պատճառով, որովհետև այդ ձևաթղթի տակ չկա մեր ստորագրությունը։ Հետևաբար, հաշվի առնելով նոր իրողությունը եւ մեր գործընկերների այդ վստահեցումները, ես մեր խմբակցության падգամավորների 3 ամիս առաջ ստորագրված ստորագրությունները հիմա կփոխանցեմ պատիվ ունեմ խմբակցությանը, կցելու այդ գործընթացին եւ ֆիքսելու, որ մեր ստորագրությունները կային ինչպես 3 ամիս առաջ, այնպես էլ հիմա։ Խնդրում եմ ուշադրություն թյուրիմացություններից խուսափելու համար նաև։ Եթե դա չբավարարվի եւ ֆիքսվի, որ դա տեխնիկական խնդիր է, այս ստորագրությունները կտեղափոխվեն նաև այն ձևաթղթի տակ, որը ներկայացնում է պատիվ ունեմ խմբակցություն։ Այս դիրքորոշումը եղել է 3 ամիս առաջ, այս դիրքորոշումը նաև հիմա է։ Ակնհայտ է, որ առնվազն մի քանի առանցքային հարցերում ընդհանուր առմամբ ունենք ձևավորված կոնսենսուս։ Առաջինը դա վերաբերում է կառավարության անվստահություն հայտնելու հիմքերին, որի հետ կապված իրական ընդդիմադիր շրջանակներում մոտեցումները ներդաշնակ են։ Երկրորդ, ներընդդիմադիր դաշտում կա հստակ փոխհամաձայնեցում այն հարցում, որ պետք է առարկայական քայլեր ձեռնարկել գործող իշխանությանն ու նրա ղեկավարին կոմֆորտ զոնայից դուրս բերելու եւ իրականության հետ առերեսվելու համար։ Երրորդ, ընդդիմադիր դաշտում գերիշխող է այն մոտեցումը, որ չպետք է թույլատրել իշխանությանը սեփական օրակարգը հասարակության վզին փաթաթել է եւ ընդդիմությունը պետք է այս առումով նախաձեռնողականություն դրսևորի օրակարգի ձևավորման եւ խաղի կանոններ թելադրելու առումով։ Չորրորդ, ընդդիմադիր դաշտում արկա է ընկալում, որ մեր երկրում ու դրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կարող են պատուհան բացել ներքաղաքական process-ները արդյունավետ ռեսերի վրա դնելու եւ մեր քաղաքացիների առաջ բարձր պատասխանատվություն ստանձնելու համար։ Հինգերորդ, ներընդդիմադիր հարաբերություններում ավելի շատ արկա է փոխըմբռնման, միմյանց ձեռք սեղմելու եւ համախմբվելու տրամադրություն, քան հակադրվելու, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում համազգային ճակատի ձևավորման համար։ 6-րդ, բոլորս էլ գիտակցում ենք, որ մեր քաղաքացիներն իրադրության առանձնահատկություններն ու վտանգավորությունը գիտակցելով մեզանից ակնկալիք ունեն, որ մենք շարժվենք ոչ միայն ընտրական տրամաբանության շրջանակներում, այլ անենք մեզանից կախված հնարավորինը միջև ընտրություն իրավիճակ փոխելու եւ այս իշխանության ագրեսիան սեփական ժողովրդի նկատմամբ զսպելու ուղղությամբ։ 7-րդ, մեր նախաձեռնած քննարկումները նաեւ ցույց տվեցին, որ կա բավականին լայն ընկալում առայն, որ գործող իշխանության առաջնորդի պաշտոնավարման յուրաքանչյուր օրը հղի է մեր երկրի համար ծայրահեղ վտանգավոր հետևանքներով։ Օրինակ, երբ քաղաքական դիսկուրսում նոր էր շրջանառվում կառավարության անվստահության հայտնելու գաղափարը, արդեն այդ պահին ստեղծված իրավիճակային սրացումներով հայ առաքելական եկեղեցու դեմ իշխանական սարսափելի հարձակումները դեռ այսպիսի ծայրահեղ մակարդակի չէին հասել։ Եկեղեցու երկու հարգված սրբազանները դեռևս չէին կալանավորվել։ Մեզ հետ միասին էր մեր ընկեր Արտուր Սարգսյանը, արցախցի մեր գործընկեր Դավիթ Գալստյանը, նահատակված մեր հայրենակից Ակոբ Ռոստոմյանի հարգարժան հայրը, Արա Ռոստոմյանը, բազմաթիվ քաղաքական բանտարկյալներ, բարերար Սամվել Կարապետյանը։ Ի վերջո չկային Վաշինգտոնյան պայմանավորվածություններն ու հասարակությանը մոլորեցնող տոտալ կեղծիքի արմատական դրսևորումները։ Հարգելի գործընկերներ, մինչ այս լսումները տեղի ունեցած քաղաքական կոնսուլտացիաներն ու այսօրվա միջոցառումը պետք է դառնան այն անգրվանային կետը, երբ կհստակեցվեն ոչ միայն մեր դիրքորոշումները, այլ հնարավորություն կստանանք շարժվելու իրավիճակից բխող լավագույն ճանապարհով։ Հանրապետականի առաջարկն արդեն հնչել է, լայն քննարկումների առարկա դարձել, եթե կան այլ մոտեցումներ եւ լուծումներ, մենք պատրաստ ենք դրա դետալային քննարկմանը։ Եկեք մի կողմ դնենք այս կամ այն փուլում մեր մեջ եղած բոլոր տարաձայնությունները, նեղ քաղաքական շահերը եւ մանրամասն քննարկումներով
կարծիքների փոխանակմամբ հասնենք առավելագույնս մեծ կոնսենսուս ապահովող եւ դրա իրականացման համար վստահելի ու փոխընդունելի գործիքների շուրջ համաձայնության։ Ինքը սմերտնիկ է, Նիկոլը իր իշխանությունը պահելու սմերտնիկ է, իրան քննարկել, այս ամբիոնից գալ իրան հերոսական հարցեր տար, որ ինքն էլ վեկենա եւ խոսի իր օրակարգի մասին, բացարձակապես անիմաստ է։ Ես ինչի եմ կարևորում այս նախաձեռնությունը անվստահություն հայտնելու, որովհետև սա միակ գործուն օրակարգն է, որտեղ խաղի կանոնը չի թելադրում Նիկոլ Փաշինյանը։ Հիմա սեպտեմբեր ամիսն է, սեպտեմբեր ամիս, Նեպալ։ Մենք տեսանք, թե ինչպես է ժողովուրդը հեռացնում ատելի իշխանությանը։ Ուզում ենք մենք Նեպալի ճանապարհը, ոչ, սա բացարձակ անընդունելի ճանապարհ է, որտեղ տարբեր աղբյուրներով եղավ 72 զոհ։ Երկրորդ տարբերակը Ֆրանսիայի 47-րդ վարչապետ Ֆրանսուଆ Բայրո խորհրդարանը նրան հեռացրեց անվստահության ճանապարհով եւ Ֆրանսիայի խորհրդարանի ամբիոնի մոտ կանգնած Ֆրանսուଆ Բայրուն հայտարարեց դիմելով իրեն անվստահության ներկայացրած պատգամավորներին, այո, դուք ունեք իշխանություն փոխելու կառավարությանը։ Եվ հիմա բոլոր նրանց, ովքեր ասում են դա հնարավոր չէ, ես մարդ եմ, ով 7 տարի առաջ մայիսի 1-ին նստած ահա այստեղ, երբ որ քվեարկվում էր Նիկոլի առաջին անգամ վարչապետ ընտրվելու տարբերակը, ահա այդտեղ նստած եւ այն քաղաքական ուժը, որը ուներ որոշում քվեարկել եւ քվեարկեցինք, ես միևնույն է մտածում էի, որ դա հնարավոր չէ։ Հնարավոր չէ, որ ինքը ընտրվի վարչապետ, բայց 7 օրվա ընթացքում երկրում ստեղծվեց այնպիսի քաղաքական իրավիճակ, որ մայիսի 1-ին ես այստեղ նստած, որ ասում էի, դա հնարավոր չէ, քաղաքական բոլոր կանոններով դա հնարավոր չէ, դա եղավ հնարավոր։ Հայրենիքի գող հանցանքի այս տեսակը չկա աշխարհի ոչ մի քրեական օրենսգրքում, որովհետև աշխարհի պատմության մեջ չի գտնվել մեկը, որ գողանա իր ժողովրդից իր հայրենիքը եւ դաժան պատժի չարժանանա Աստծո կամ դատարանի կողմից շատ կարճ ժամանակահատվածում ինքնասպանության թույնը խմելով կամ ռազմական դատարանի որոշումը արագ իրագործման արդյունքում։ Մեր դեպքը ցավալիորեն այլ է։ Հայրենիքի գողը ողջ է եւ առողջ եւ նա շարունակում է ոչ միայն իշխել, այլ նաև շարունակում է գողանալ մեր հայրենիքի զավակների կյանքը, գողանալ մեր հայրենիքի այն մնացորդային հատվածները, որը դեռևս մազապուրծ եղել նրա կեղտոտ այրունոտ ճիրաններից։ Ինչ ենք մենք ակնկալում մեր պատգամավորներից։ Քիչ առաջ այստեղ խոսվում էր խմբակցություններով պատկանելության, պատգամավորների դիրքավորման, քաղաքական կողմնորոշումների մասին։ Այս դեպքի համար այս մոտեցումները քննարկելի չեն, որովհետև անվստահության գործընթացի համար յուրաքանչյուր պատգամավոր կայացնում է անհատական որոշում, առաջնորդվելով իր խղճով համոզմունքներով։ Իսկ ինչ ենք ակնկալում մենք մեր պատգամավորներից, բոլորից, ընդամենը այն, ինչի համար, որ իրենք երդվել են այս դահլիճում պատգամավորական լիազորությունները ստանձնելիս։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը արտահերթ ընտրությունների կարիք չի տեսնում։ Սիմոնյանի խոսքով ԿՊ-ն հենց վաղն էլ կարող է գնալ արտահերթ ընտրությունների, բայց դրա կարիքը չկա։ Իրանք ունեն փոխնախագահի պաշտոն, որպեսզի իրար ունեն փոխնախագահ դաթորը դատարկա, իրանք ունեն հանձնաժողովների նախագահների պաշտոն, իրանք ունեն պատվիրակությունների մասնակցության տեղ, իրանք ունեն падգամավորական գործունեության իրավունք։ Մենակ չեն օգտվում, պետք է անկեղծ լինեն, հիմա չեն օգտվում, հա։ Մեծ բան ասեմ ձեզ, եկեք, ով ասեց էական չի, շատ ձեզ թվում է, որ մի հատ հարց տամ, այս սենց ես բոլոր ձեր հարցին ի պատասխան, եկեք մի հատ իրականություն պատկերացնենք, որ իրանք 60%-ով իշխանություն են, քաղաքացիական պայմանագիրը ես, Նիկոլ Փաշինյանը եւ մնացած 40%-անոց ընդդիմություն ենք ազգային ժողովի նիստերի դահլիճում, մենք իշխանություն չէինք լինի, մենք 6 ամիս հետո իշխանություն իրանց ձեռից կվերցնենք, 6 ամիս հետո։
Ինչա։ Չէ։ Անիջան, Յանիջան, բարև ձեզ։ Ես ձեր հարցերին չեմ պատասխանել։ Որտեղ դուք անձնական դաշտ եք մտել, ես ձեզ չեմ ցույցել։ Ես ձեզ ձեր հարցերին չեմ պատասխանել։ Շնորհակալ եմ։ Այլ հարցեր կան։ Հայկ Սարգսյանը Դրա մասին չեմ խոսալու, արդեն խոսեցի։ Շրջակա միջավայրի նախարարություն դիմել։ Արդեն խոսել եմ, դրա մասին կխոսեք, հա։ Արդեն կհարցեմ։ Ներում առաջիկա դուք 50+1 կստանաք։ Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը մասնավորապես ամսի 8-ի համաձայնագրից հետո եւ այն քայլերից հետո, որոնք արվում են եւ արվելու են միջև ընտրություններ, եթե առաջ մտածում եք 51-ը հաստատ կլինի, ես հիմա վստահ եմ, որ մենք շատ ավելի շատ ձայն ենք ստանալու, քան 2021 թվականի ընտրություններին, կարող ենք նույնիսկ դրա հետ կապված մարշ գալ։ Մեդիահաբի տեղեկություններով Վալոդիա Գրիգորյանի սպանություն կատարելու համար կասկածյալը նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդու փետրվարից սպանված 29-ամյա Գրիգոր Օհանյանի եղբայրն է վերջինիս իրավապահները հայտնաբերել են հենց իր տանը կինոլոգների աշխատանքի շնորհիվ։ Շները գտել են այրված հագուստի հետքեր, որոնք էլ բերել են Ախտոյանի հորաքրոջ եղբորտուն։ Ենթադրաբար իր գործողությունները կատարելուց հետո նա փորձել է այրել հագուստը, սակայն մինչև վերջ այն չի կարողացել այրել, ապա հարևանի տան հողատարածքով մտել է իր տուն, որպեսզի հետքերը կորցնի, եւ այնպիսի իրավիճակ է ստեղծել, թե այդ ժամին տանն է եղել։ Իրավապահ մարմինները նրա տուն են եկել կիսատ այրված հագուստի հետքերով։ Հարցաքննության ժամանակ Օհանյանը որևէ բան չի ասել, սակայն ի հայտ եկած նոր փաստերը իրավապահների համար 90%-ով բացահայտում են սպանությունը։ Այսօր տեղի է ունեցել սպանված համայնքապետի հուղարկավորությունը։ Կրեմլում տեղի ունեցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Պուտինն ընդգծել է, որ հարաբերությունները լավ են զարգանում, մատնանշելով $11 միլիարդ առևտրաշրջանառության առկայությունը։ Կրեմլի խոսնակի համոզմամբ իրենք Փաշինյանի հետ միշտ խոսելու թեմաներ ունեն, չնայած վերջերս էին հանդիպել։ Փաշինյանն էլ գծել է, որ իհարկե հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը շատ հարուստ է եւ իսկապես ունեն քննարկելու բազմաթիվ հարցեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 26-ից 27 աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նյու Յորքում վարչապետը կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի աշխատանքներին եւ հանդես կգա նստաշրջանի բարձրաստիճան քննարկումների հատվածում։ Այցի շրջանակում նախատեսվում է նաեւ վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից կազմակերպված տրանսատլանտյան ընթրիքի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարճատև երակով շփումներ են ունեցել։ Հայաստանը բարձր է գնահատում ԱՄՆ շարունակական ակտիվ ներգրավվածությունն արդեն իսկ հաստատված խաղաղության եւ դրա հետագա ամրապնդման գործում։ ՄԱԿ-ում ելույթի զգալի մի հատված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նվիրել է Հայաստանի հասցեին մեղադրանքներին 30 տարվա օկուպացիայի ռազմական հանցագործությունների մասին թեմաներով։ Հետո ընդգծել է, որ Հայաստանի հետ բանակցությունները տվել են դրական արդյունքներ, քանի որ ընթացել են բացառապես երկկողմ հիմքի վրա առանց արտաքին որևէ միջամտության։ Ալիևի խոսքով Ադրբեջանն առաջ է քաշել միջազգային իրավունքի վրա հիմնված 5 հիմնարար սկզբունքներ, ներկայացրել է խաղաղության պայմանագրի նախագիծը։ Ադրբեջանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից նույնպես օգտագործել է Զանգեզուրի միջանց ձևակերպումը, անդրադառնալով Վաշինգտոնյան համաձայնություններին։ Վաշինգտոնի գագաթնաժողովի առանցքային արդյունքներից էր Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման, որը կապահովի անխոչնդոտ հասանելիություն Զանգեզուրի միջանցքով եւ կխթանի տարածաշրջանային կապերը, հայտարարել էր Ալիևը։